Շրջայցը Շուշիում տպավորիչ էր։ Արցախահայերի քրիստոնեական արմատները վկայող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին հիացրեց Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի անդամներին։ Կերպարվեստի թանգարանում ներկայացված նմուշները թանգարանի աշխատակիցը ներկայացնում է ֆրանսերենով։ Արցախյան 5 գորգերի պատմությանն էլ ծանոթանում են գորգերի թանգարանում։ Écoutez, c'est avec beaucoup de plaisir qu'on a visité Chouchi. Շատ հաճելիորեն զարմացած ենք, այստեղ նկատելի են մեծ խոշոր մշակութային կյանք։ En France, on dit un pays qui s'intéresse pas à son passé. Ֆրանսիայում մի այսպիսի արտահայտություն կա, ասում են կան երկիրը, որը չի գնահատում իր անցյալը, ապագա չի կարող ունենալ եւ այս համատեքստում ես կարող եմ վստահ ասել եւ ուրախ եմ, որ Արցախը Շուշին գնահատում է իր անցյալը եւ վստահ եմ, որ փայլուն ապագա է սպասվում այս երկրին եւ շատ ուրախ եմ մեր բարեկամ արցախցիների համար։ Սենատորներ Ալեն Ներին եւ Ժան Բիզեն, պատգամավոր Ժան-Մարկ Ժերմենը եւ նախկին պատգամավոր Ժակ Ռեմիլեն մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում Նարինե Աղաբալյանի հետ հանդիպման ժամանակ տպավորություններն են կիսում։ Հյուրերը ընդգծում են Շուշիի վերազարթոնքը, ուրախությամբ են նշում այն հանգամանքը, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում մշակույթն Արցախում առաջնային է մնում։ Նախարարը ֆրանսիացի օրենսդիրներին շնորհակալություն է հայտնում Արցախի հետ բարեկամական կապերի պահպանման, նրանց պատրաստակամության ու հետևողական քայլերի համար։ Ֆրանսիա-Ղարաբաղ խմբի գործունեությունը մեծապես նպաստում է անկախության ուղին բռնած մեր երկրի կայացմանը։ Ցավոք, այսօրվա մեր իրականության մեջ մենք չենք կարող բարձրանալ այսպիսի շատ բարեկամներ ունենալու առումով, աշխարհը դեռևս շարունակում է աչք փակել այս երկրի վրա, որը փաստացի արդեն 23 տարի գոյություն ունի։ Մենք ողջունում ենք Ֆրանսիայի վերաբերմունքը եւ ֆրանսիացիների վերաբերմունքը, որ նախընտրում են գալ, տեսնել, իրողությունը գնահատել եւ նաեւ փոխգործակցության եզրեր գտնել։ Քննարկվել են մշակութային կապերի զարգացմանը, Արցախում ֆրանսերենի տարածման առնչվող հարցեր։ Վիենում կազմակերպվող ջազի միջազգային փառատոնին մասնակցելու հրավեր ստացանք։ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարն էլ առաջարկեց ֆրանսիական ժամանակակից արվեստի ցուցադրություն կազմակերպել Արցախում։ Ֆրանսիացիները համատեղ մշակութային ծրագրերին աջակցելու պատրաստակամություն հայտնեցին։ Մարինե Մկրտչյան, Արտավազդ Գրիգորյան, օր։